Բարև հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ հրավերը ընդունելու եւ մեր միջոցառմանը մասնակցելու։ Երեք կապով ենք խոսում՝ Zoom կապով, Messenger կապով եւ WhatsApp կապով։ Messenger-ում հիմա 14 մարդ են, Zoom-ում դարձավ 7 մարդ։ Ներողություն, WhatsApp-ում 7 մարդ, 22 կարծեմ մասնակցում են Zoom կապով։ 26 Zoom։ 26, շնորհակալություն։ Ընդհանուր աշխատանքները իրականացնում ենք սենատի ֆորմատով, շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր նոր են ստացել սենատորի մանդատը, նաև մենք իրականացնում ենք դա ցեղասպանության ակտի ընդունման աշխատանքն է։ Ցավոք սրտի 110 տարվա ընթացքում հայ ժողովրդի որևէ մեկ կառույց, պետական, ոչ պետական, հասարակական, կուսակցական չեն իրականացրել նման աշխատանք եւ ցավոք սրտի միջազգային իրավունքի տարածքում մենք մեզ չենք կարող ներկայացնել որպես դժվարասկոպ, քանի որ ինքներս մեզ այդպեսին չենք ճանաչում։ Շնորհակալություն եմ այդտեղ բոլոր նրանց, ովքեր փաստաթղթի վրա իրենց աշխատանքները, իրենց լումաններ են դրել։ Շնորհակալություն Նուրումյանին, շնորհակալություն Դավիթ Ալեքսանյանին, շնորհակալություն Վահե Մեսրոպյանին, Կարինեին, Լուիզային, ովքեր որ փաստաթղթի վրա աշխատանք են արել։ Երկրորդը օրակարգի նամակ Ռոմի նորընտիր պապին, շնորհակալություն Բասմանջյան Լեոնարդոին փաստաթուղթը պատրաստելու համար։ Եթե Լեոնարդոն կցանկանա նամակը ֆրանսերեն ներկայացնել, սիրով։ Երրորդ կետը Գևորգ Գրիգորյանին ԵՄ պատասխանատու հաստատելու իմ առաջարկությունը։ Հիշեցման կարգով ասեմ, որ մենք Հայաստանում ունենք ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը, չգիտեմ ինչ պատճառով ինքը հիմա ներկա չի, ինքը այն երկու կապերի մեջ էլ չկա։ Արդեն ներկա եմ։ Okay, շնորհակալ եմ, որ ներկա ես։ Ռուսաստանում մեր ներկայացուցիչը Արսեն Աբրամյանն է։ Արսեն Աբրամյանը ունի 2 տասնամյակից ավել փորձ հասարակական հայրենասիրական աշխատանքի, ղեկավարում է Ուլյանովսկի մարզային կառույցը, նաև հանդիսանում է Ռուսաստանի հայերի միության կենտրոնական խորհրդի անդամ։ Միևնույն ժամանակ իր նախաձեռնությամբ Ուլյանովսկ քաղաքում կառուցվել է Ուլյանովսկի հայկական եկեղեցին, որի համար հայ ժողովուրդը պետք է շնորհակալ լինի նման մարդկանց, ովքեր նման պատասխանատվությամբ են հանդես գալիս։ Հաջորդը ֆինանսատնտեսական հանձնաժողովի ստեղծման իմ առաջարկությունն էր եւ այլ հարցերի ձևաչափով, եթե կունենան քննարկումներ, այդ քննարկումները կանենք։ Հիմա ձեր թույլտվությամբ ես ներկայացնեմ հայտարարություն։ Հայերի եւ այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ճանաչումը Օսմանյան կայսրությունում եւ Հանրապետական Թուրքիայում։ Համայնքական վերնախորհուրդը որոշեց, Համայնքական վերնախորհուրդը հայտարարում է։ Համայնքական վերնախորհուրդը խորին հարգանքով է կանգնում Օսմանյան կայսրությունում եւ նրա հաջորդող Հանրապետական Թուրքիայում 1800-1923 թվականներին տեղի ունեցած ծրագրային եւ շարունակական ցեղասպանության զոհ դարձած բնիկ հայ ժողովրդի եւ հայկական բարձրավանդակում բնակեցված մյուս ժողովուրդների իրավահաջորդների եւ ժառանգների հիշատակի առջև։ Հայ ժողովրդի ճակատագիրը պատմության դառը օրինակ է զանգվածային բնաջնջումների, բռնի տեղահանումների եւ ցեղասպանությունների, որը դարձավ 20-րդ դարի առաջադեմ քաղաքակրթությունների պարտությունը։ Մենք ընդունում եւ ճանաչում ենք, որ Օսմանյան կայսրության եւ նրան հաջորդող Հանրապետական Թուրքիայի կառավարություններն իրենց գործողությունները եւ անգործությամբ գրեթե ամբողջությամբ ցեղասպանության են ենթարկել հայկական բարձրավանդակում ապրող բնիկ հայ ազգին, իրենց տիրապետության տակ գտնվող քրիստոնյա եւ այլ հավատքի փոքրամասնություններին, արամեական ասորական, քրիստոնյա քաղաքական ցեղային խմբերին, հրեաներին, զազաներին, ալևիներին, մալականներին, բողոքական սլավոններին։ Ըստ 1853 թվականի մարտահամարի տվյալների Օսմանյան կայսրությունում ապրում են 35.350.000 հպատակներ։ 1906 թվականի մարտահամարի համաձայն հպատակների թիվը կտրուկ իջնում է եւ 1914 թվականին Օսմանյան կայսրության բնակչությունը կազմեր մոտ 18 միլիոն մարդ, որից ոչ մահմեդական բնակչությունը կազմեր մոտ 75% կամ 13 միլիոն 400.000 մարդ։ Թուրքերը կազմում էին կայսրության բնակչության մոտ 25%-ը կամ մոտարապես 4 միլիոն 600.000 մարդ։ Երիտուրքական վարչակազմի հրամանով 1915 թվականին Կոնստանտինապոլսում, այնուհետև կայսրության ամբողջ տարածքում սկսվեց հայության համակարգված կալանավորումը եւ աքսորը։
մտավորական սերուցքի գրողների, ֆինանսական եւ տնտեսվար այլ լծակների, առևտրի եւ արդյունաբերության արհեստավորների եւ նրանց առաջնորդների, քաղաքական, պետական եւ հասարակական հայ գործիչների, падգամավորների եւ հոգեվարականների գլխատումը։ Համայնքական վերնախորհուրդը համայն քաղաքագիրտ մարդկությանը կոչ յանը ոչ միայն հարգել ցեղասպանության ենթարկվածների հիշատակը, այլ պաշտպանել հայկական բարձրավանդակի բնիկների, հայերի եւ մյուս ցեղասպանված եւ աքսորի ու զանգվածային սպանությունների ենթարկվածների ժառանգների իրավունքները։ Ակնկալում ենք Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից եւ Գերմանիայից ցանկացած նախաձեռնություն, որը կընդունի վերնախորհրդի հատուցման օրակարգը։ Համաձայն 1919 թվականի հունվարի 18-ի առաջին համաշխարհային պատերազմը սկսած եւ դրա համար մեղավոր ճանաչված երկրները պարտավոր են իրականացնել պատճառված նյութական վնասի հատուցում ըստ հատուցման հանձնաժողովի եզրակացության։ Եվ քանի որ պատմության առնչվող վերլուծությունը եւ հատուցումը թերևս ամենակարևոր հիմքերն են ժողովուրդների հաշտության համար, վերը նշված երկրներից ակնկալում ենք գործնական քայլեր հանգուցալուծելու ցեղասպանության հատուցման եւ հայրենատիրության ուղղությամբ։ Գերմանիայի սեփական պատմական փորձը ցույց է տալիս, թե որքան դժվար է հասարակությանը իր անցյալի մութ էջերը ճիշտ ներկայացնելու համար։ Ընդ որում մենք գիտակցում ենք Հոլոքոստի եզակիությունը, որի համար Գերմանիան կրում է իրավական եւ նյութական պատասխանատվություն։ Սակայն հայոց ցեղասպանության փաստը եւ դրա հետևանքները մնում են 21-րդ դարի առաջադեմ քաղաքակրթությունների մարտահրավերները։ Վերնախորհուրդը ափսոսանք է հայտնում Օսմանյան կայսրության եւ երիտթուրքական վարչակարգի անփառունակ դերի, ինչպես նաեւ հայկական հարցում բրիտանական, ռուսական, գերմանական կայսրությունների, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ստանձնած առաքելությունների համար։ Չնայած դիվանագետներից եւ միսիոներներից ստացված ոչ երկիմաստ տեղեկատվության առկայությանը, որևէ կողմ չի փորձել կանխել այդ քաղաքակրթական հանցագործությունները։ Համայնքական վերնախորհուրդը հաստատում է եւ ճանաչում է հայ ժողովրդին եւ այսօր ապրող յուրաքանչյուր հային որպես Օսմանյան կայսրության, երիտթուրքական վարչակարգի եւ Թուրքիայի ինքնաարչակ հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, հիմա նաեւ հայապահպան, հայապետական եւ հայապատկան բռնազավթած տարածքների վրա ինքնահռչակ Ադրբեջանի վարած հակահայկական քաղաքականության թիրախ, իսկ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հանրապետության բնակչությանը զոհ։ Մենք դիմում ենք Մեծ Բրիտանիային, Ռուսաստանին, Ֆրանսիային, Գերմանիային, ԱՄՆ-ին հանել հայ ժողովրդի վրայից զոհի պիտակը եւ վերականգնել հայ ազգի քաղաքակրթական իրավունքները։ Մենք խոնարհաբար հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց եւ նրանց ժառանգներին, ովքեր անցել են աներևակայելի դաժան զոհությունների ճանապարհով եւ միայն Աստծո կամքով փրկվել են, ինչպես նաեւ որբ մնացած եւ որբանոցներում օտարափերին ծվարած ավելի քան 200,000 ազգությամբ հայ երեխաներին։ Մենք վաղուց արդեն ամենաբարձր ամբիոններից դպրոցական համալսարանական այլ համակարգերի առջև խնդիր է դրված ուսումնական ծրագրերում եւ նյութերում ներառել հայերի տեղահանման, ցեղասպանության հարցի ուսումնասիրությունը, ինչպես նաեւ 20-րդ դարի հակամարտությունների պատմության ուսումնասիրությունը եւ ներկա էթնիկ հակամարտությունների հանգուցալուծելու, հետագա սերունդներին պատմական, քաղաքական եւ նյութական պատասխանատվությունից ազատելու նպատակով։ Արևմտյան բարձր քաղաքակրթական երկրներում հայ-թուրքական հակամարտությունը հանգուցալուծելու, հետագա սերունդներին պատմական, քաղաքական, նյութական պարտավորություններից ազատելու համար հավաքական հայ ազգը մերժում է հավերժական զոհի կարգավիճակը եւ թուրք ժողովրդի հավերժական դահիճի կարգավիճակը։ Այս հարցում կարևոր դեր ունեն Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ, Գերմանիան։ Մենք կարծում ենք, որ հայ ազգի եւ թուրք ժողովրդների կարգավիճակի փոփոխությունը պետք է իրականացվի հաշվի առնելով Գերմանիայի պատմական, քաղաքական եւ իրավական փորձը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այդ թվում նրա միջնորդությունը խաղաղ համագործակցության համակեցության հաստատման գործում։ Համայնքական վերնախորհուրդը ողջունում է Թուրքիայում գիտության, քաղաքացիական հասարակության, արվեստի եւ մշակույթի ոլորտներում հայերի դեմ հանցագործությունների բացահայտմանը, հայերի ու թուրքերի միջև հաշտեցման ուղղված նախաձեռնությունների աճն ու ներդրումը։ Այն անհրաժեշտ է իրականացնել հաշվի առնելով մարդու իրավունքների, պետությունների իշխանությունների, արդարացի եւ արժանապատիվ հիմունքների հիման վրա։ Քաղաքակրթական պատասխանատվությունը, անցյալի հիշողությունը մեզ նաև կոչ են անում պահպանել զգոնությունը, թույլ չտալ, որ ատելությունը
ու ոչնչացումը գերակայի այսօր մեր տարածաշրջանում։ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի ներկայացուցիչների կողմից հիշողության հարցերում մերձեցման փորձն ու միջպետական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ համաշխարհային հայությունը ազդեցիկ և բարեկամ երկրների օգնությամբ կստանան հատուցում և հայրենադարձության իրավունք համաձայն ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի 22-ի իրավարար վճռի, որը անբեկանելի, անժամանցելի փաստաթուղթ է պարտադիր է կատարման համար, ուժի մեջ է մտել հրապարակման պայծ, դուրս կգա հավերժական զոհի, իսկ թուրքը հավերժական դահիճի կարգավիճակից։ Համահայկական վերնախորհուրդը նախաձեռնում է իրականացնել գիտական, հասարակական, մշակութային միջոցառումներ և թուրք-հայ ժողովրդի թուրք և հայ հասարակությունների միջև եզրեր գտնելու նպատակով։ Այնուամենայնիվ, հարաբերությունները երկու կողմերի և պետությունների միջև շարունակում են մնալ լարված և իրարամերժ։ Մենք խրախուսում ենք Թուրքիայի, Հայաստանի կառավարությունների ներկայացուցիչներին դուրս գալ այս ճգնաժամից, չկրկնել որևէ ձևաչափով հայ-թուրքական հարաբերությունների կայացման քաղաքական ֆիասկոն։ Համահայկական վերնախորհուրդ, համակարգող Արամ Մկրտչյան։ Շնորհակալություն։ Սա մեր ընդհանուր տեքստն էր, որը մենք պետք է ներկայացնենք նշված երկրներին և փորձենք մեր իրավունքները դարձնել հասանելի բոլոր կողմերին։ Անցնեմ օրակարգի երկրորդ հարցին Լեոնարդոյին, որ պատրաստի նամակ Հռոմի Պապին, եթե Լեոնարդոյի համար դժվար չի, խնդրում եմ նամակը կարդա ֆրանսերեն լեզվով։ Պիտի փնտրեմ եւ հետո ուրիշ բան եթե կգնացնել, ես պիտի փնտրեմ նամակը։ Շատ լավ։ Հիմա հարցը տեղափոխենք օրակարգի երրորդ հարցը Գևորգ Գևորգյանին եւ պատասխանատու հաստատելու առաջարկությունը։ Հարգելիներս, գիտեք, որ մենք աշխատանքներն իրականացնում ենք բլոկային առումով։ Ռուսաստանի ներկայացուցիչը ասեցի արդեն պարոն Արսեն Աբրահամյանն է, ում հետ մենք աշխատանքներն իրականացնում ենք։ Կատարած աշխատանքը արժանի է կրկնության, համակարգված է շատ բարձր, շատ լավ ձևով։ Նաև մենք Երևանում ունենք մեր սենատի ներկայացուցիչը Աշոտ Սարգսյանը։ Ցուրտած կարևոր է, որ նաև մենք Եվրոպայում ունենանք։ Եվրոպայում այդ աշխատանքները ես էի իրականացնում, բայց ծանրաբեռնվածությունը շատ է, այդ պատճառով ես առաջին հնարավորության դեպքում ես իմ վրա վերցած պարտավորությունները աստիճանաբար իմ վրայից հանում եմ, որպեսզի կարողանանք ավելի հեշտ աշխատել։ Շատ կարևոր է, որպեսզի գործարար հայությունը ակտիվ լինի եւ խնդրում եմ հաստատել Գևորգ Գրիգորյանին Եվրոպայում որպես համայնքական սենատի ներկայացուցիչ։ Խնդիրը քննարկման համար չի, պարզապես հաստատման համար է։ Սա շատ կարևոր է, որպեսզի մենք մեր լիազորությունների վերաբաշխում անենք եւ հնարավորություն տանք նաեւ մեր գործընկերոջը ակտիվ աշխատելու։ Եթե Գևորգը որևէ բան ունի ասել, ես անմիջապես խոսքը փոխանցեմ Գևորգին ու հետո ես շարունակեմ։ Լեոնարդո, խնդրում եմ Գևորգի միկրոֆոնը բաց անես։ Բարի երեկո մեր հայրենակիցներին, շատ ուրախ եմ տեսնելու մեկուսին, միշտ չի եղել այդ հնարավորությունը հասած խոսելու։ Արամ ջան, շնորհակալ եմ ջան խոսքերի համար, վստահության համար, Աստված օրհնի բոլորիդ։ Ես ուզում եմ մի քանի բան առաջարկելով, եթե իհարկե Արամ ջան նորմալ ամեն ինչ, կփորձեմ ես մեր հայերենով, որտեղ ես շատ եմ սիրում մեր հայերեն լեզուն ու մեր ուղղությունը դեպի Հայաստանն է։ Շնորհակալ եմ այդ առաջարկի համար, այո, երբ որ ես ընդունեցի սենատի գաղափարը ուսումնասիրելով, որ դա է միակ ճանապարհը, մենք ունենք տարբեր աշխատանքներ Արամ Մկրտչյանի հետ, տարբեր թեմաներում։ Ես իմ վրա վերցնում եմ աշխատանքը, հասցնում եմ ի-կետի կամ խորհրդակցելով Արամ Մկրտչյանի հետ, դա շատ կարևոր է։ Ես ոչ թե ուզում եմ առանձնացնել այս ամեն ինչը, այլ մենք պետք է այո բոլորս միասին ունենանք մեկ գաղափարախոսություն, երկինք, երկիր եւ հայրենիք, դա իմ համար շատ կարևոր է, հոգեվոր, առաջի հոգեվոր իմաստ ունենալու, թե ինչի համար ենք մենք ձգտում, իմ համար ոչ պաշտոնն է, ոչ գումարն է, ես հայ եմ եւ ես պատրաստ եմ եւ պարտք եմ իմ երկրին, որ
այս ամեն ինչը տանենք արժանապատիվ հայի տեսակին, հասցնելու նրան, որ մեզ չասեն, որ մենք ենք քոչվոր ազգը, առաջուց ես նկատեցի մեր եղբայրներից մեկը խոսեց Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին, մենք բոլորս էլ գիտենք, այդտեղ 100 տարվա մեկ գիրք կա իմ մոտ, որ սա պատմությունը մեկ առ մեկ գրված է, բայց այդտեղ ես ուզում եմ մի հատ, մենք բոլորս գիտենք պատմությունը, շատ լավ է, որ միշտ բարձրաձայնենք եւ հիշացնենք, բայց այդտեղ կա մեր դեմ դրված մի առաջադրում, որ պետք է մենք հզորանանք։ Իմ առաջադրանքը այսօր ունենալ թիմային աշխատանք տարբեր երկրներից, ես տեսնում եմ այսօր, խնդրում եմ սխալ չհասկանաք, Թուրքի մեր ուժը, ես փորձում եմ այն մարդկանց, որ իմ հարազատ կամ գործարար մարդկանց հետ շփվելով բացատրել ինչ է նշանակում սենատը եւ ուր է տանում իր հետևանքներով, ես փորձում եմ կայացած հավատարիմ հայրենասեր մարդկանց հետ խոսել, այդտեղ չի գնում քանակ, այլ մենք խոսում ենք որակից, որտեվ առաջնագանը պետք է հավատաս, ինչ հետևից որ դու գնում ես, մենք գնում ենք մեր հայրենիքը, մեր ինքնության հետևից, երկրորդը այդտեղ գալիս է ֆինանսը, որը ես առանց ֆինանսի դա, գիտեք, ես շատ հայրենասեր տղեկի հետ արդեն 22 տարի աշխատում եմ սահմանում, որի պատասխանատուն եմ Եվրոպայի սև հոված ռազմահայրենասիրական ջոկատի, գիտեք, ավտոմատով այսօր անհնարին է երկրի սահմանները պահելը, Արամ Մկրտչյանը շատ լավ խոսք ունի, այս երկիրը պետք է թղթի եւ գրիչի եւ խելքի դարա եւ շատ կարեւոր այնտեղ մի մասնիկը դա ֆինանսն է, որ մենք պետք է հզորանանք։ Ամպագորգոր բառերով հայրենիք հետ չենք բերի, ամպագորգոր խոսքերով մենք ավտոմատով Մասիս Սարը եւ մնացած հողերը հետ չենք բերի։ Մենք պետք է ունենանք շատ գրագետ, շատ հզոր հայրենակիցներ մեր կողքին, որ կարողանանք այս ամեն ինչը, այս առաջադրանքը շատ դժվար, 100 տարից ավել արդեն 110 տարի է դրված է մեր դեմը։ Ես այս վերջում եթերներից մեկին ասեցի, մոմ վառելը լավ է, ջահեր պահելը լավ բան է, երբ որ մենք եղերնը հիշում ենք, բայց դրանով քանի մետր հող ենք հետ բերել, չենք բերել 0։ Նշանակում է 110 տարի մենք սխալ ճանապարհով ենք գնացել, իմ համար դա սխալ ճանապարհ է, եթե մի բան տարվա վերջ ապրիլի 24-ը մենք որևէ 1 մետր առաջա դիմ չենք գնացել սահմանից դեպի Մարգարեից դեպի Մասիս Սար, նշանակում է մենք ոչ մի բան չենք արել 0 թիվ։ Իսկ 0-ի վրա կանգնելը այս դարաշրջանում 25 թիվը դա սարսափելի կլինի մեր գոյատևման համար, դրա համար մեզ պետք է մարդիկ հզոր հայրենակիցներ, որ բոլորս միասին կանգնենք այս գաղափարին եւ ես իմ պատրաստականությունն եմ դրել, իմ ուժը, ես հավատում եմ, որ սենատը դա միակ ճանապարհն է, որ կարելի է այս ամեն ինչը բերել կոնտրոլի, դա կլինի պարլամենտի մեջ, դա կլինի Սփյուռքի հետ միասին եւ փորձենք համագործակցել մեր Սփյուռքի հայրենակիցների հետ, այսօր մեր Հայաստանը հայրենիքը ջախջախված վիճակում է, ինչքան էլ որ մենք ունենք այնտեղ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, որ համագործակցում են մեր հետ, բայց իմ խնդրանքը կլինի, որ այսօր թիմային աշխատանքը եւ ֆինանսային մեծ բազան մեր ուղղությունը դնենք Սփյուռքի հետ։ Խնդրեմ, պարոն Մկրտչյան, եթե հարցեր կա, տվեք, նոր հետո երևի շարունակենք կամ փոխանցենք մեկ ուրիշի։ Շնորհակալություն, որևէ հարց չկա, եւս մեկ անգամ շնորհակալ եմ, որ դու մասնակցում ես եւ այն պարտավորությունը, որ դու կվերցնես քու վրա, դա կիրականացնես մինչեւ վերջ։ Ես հիմա մեր երկու սենատորները Բերլինում իրար կողք նստած են, այս է մեր սենատի հրաշք աշխատանքը։ Համեցեք Լուիզա, հիմա խոսքը փոխանցեմ ձեզ։ Որակի է, անհամեմատ ավելի լավն է քան նախորդը, նոր ենք ստացել, բայց ես Լուիզան ասում, երբ որ բռնում ես, զգում ես, որ ձեռքը լուրջ փաստաթուղթ կա։ Երևի այսպես պահեմ, որովհետև տակն էր մնում հիմա։ Էսա, այստեղ ուրեմն երևում է, որ շատ ավելի որակով է բնօրինակները եւ արդեն հնարավոր չի
այլաբանորեն կարդալ սրանք, սա միարժեք փաստաթղթեր են, որոնք որ ամեն մարդու տանը պետք է լինի, որ այս փաստաթղթերի ժողովածուն համապատասխան հոդվածներով մեր համար հանդիսակրվան մեր հետագա անելիքների համար։ Իսկապես լուրջ հրատարակություն է, շատ լավն է, չենք հաշվի քանի հատ է մեր մոտ, բայց մենք այստեղ համապատասխան կբաժանենք, մեկը կտանենք 20 հատա եւ մեկը երևի կտանենք այստեղ ազգային գրադարանը, մեկը ազգային արխիվ, որ իրանք էլ ունենան, երբ որ պետք լինի, արդեն մարդիկ կարողանան սրանից օգտվեն նաեւ մեզնից անկախ։ Այնպես որ Լուիզան շատ մեծ գործ է կատարել, որ Երևանից կարողացել է արագ տեմպերով սա բերել հասցնել Բերլին։ Հետաքրքիրն այն է, որ ինձ ոչ մի անգամ իմ չմադանը չեն ստուգել, հա? Բայց այս անգամ Հայաստանում ստուգեցին, այսինչ գրքերը, եկա Գերմանիա փոլիսը ստուգեց, այսինչ գրքեր եք տեղափոխում, ու թերթում է բոլոր թերթերը, տեսնի մեջի ինչ կա, ինչ եմ ես այսքան գիրտեր ես էլ ծիծաղում եմ, էլի, որովհետև ոչ մի անգամ իմ կյանքիս մեջ այդքան թրիշների ժամանակ չես ստուգել, բայց այս անգամ լրիվ ինձ լավ ասեցին դուք ֆրայվիլիգ է, то есть դուք ամավոր եք թույլ տալիս մենք ձեր չիմադանները ստուգենք, թե պետքա դատախազի որոշումով, ասեցի, չէ, ֆրայվիլիգ, ստուգեք, մեկ ամեջ դաժե ուրախացա, որ պետքա ստուգենք, որ տեսնենք ինչ գրքեր կա, առաջին անգամ իմ կյանքիս մեջ։ Այնպես, որ սա շատ լուրջ փաստաթղթեր են, որ նույնիսկ սահմանապահներն են զարմացած, թե ինչ է կատարվում, ու ես ասում եմ ինչ գրքեր, որտեղ ուրախանում էի, որ իրանք ստուգում էին։ Հետաքրքրվում էի։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Մենք մի լավ գործընկեր ունենք, Գևորգ Մանուկյան, չգիտեմ, մեր լավագույն գործընկերներից մեկում այդ աշխատանք ենք անում սահմանադրական իրավունքի տարածքում, իհարկե ցավոք սրտի մեր հնարավորությունները շատ քիչ են, բայց միայն որ արդեն այդ աշխատանքները միասին անում ենք, հարգելիներս, շատ դժվար է այս իրավիճակում աշխատանքն անել, բայց մենք այդ մշակույթը ունենք, տարիներ շարունակ ձևավորված է, մենք իրար չենք խանգարում։ Բարև բոլորին, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ ցայն տալու համար եւ նախ ուզում եմ ներողություն խնդրել, որ գրեթե ավելի քան 1 տարի ես չկարողացա հանդիպումներին մասնակցել կես ծանրաբեռնվածության պատճառով, բայց էլի այդ ծանրաբեռնվածությունը զբաղվածությունը էլի վերաբերում է այս նույն հարցերին եւ կարող եմ տեղեկացնել, որ մենք հաջողություն ունեցանք Արցախի հանրապետությունը դարձավ լիարժեք անդամ հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի աշխարհի ամենախոշոր կառույցն է քաղաքացիական հասարակության կրթության ոլորտի Global Campaign for Education եւ Արցախի կոալիցիան Հայաստանի կոալիցիայի հետ մեկտեղ լիարժեք անդամ է եվրոպական եւ հյուսիսամերիկյան խմբակցության եւ ակտիվ աշխատանք է արվում օրինակ ասենք վերջերս հենց հրապարակվեց այդ կազմակերպության GC Buzz այդ ամսագիրը որ բնականաբար ամբողջ աշխարհով շատ ընթերցողներ ունի եւ Արցախի մասին առաջին նյութն է տպագրվել, որը շատ լավ արձագանք ունեցավ եւ այնպես որ խնդրել են առաջիկա հաջորդ համարում նույնպես նյութ ուղարկենք եւ հիմա դրա վրա աշխատում ենք։ Երկու խոսքով ասեմ ձեր ներկայացած փաստաթղթի վերաբերյալ նորից ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողացել նախապատրաստական աշխատանքներին մասնակցել, շատ լավն է, շատ կարևոր փաստաթուղթ է եւ անհրաժեշտ է։ Կուզենայի, եթե կարելի է, մի միտք առաջարկեմ, որ ավելացվի այնտեղ կոչ եւ պահանջ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կրթական համակարգերում ռասիստական այլատիացության հետ քսենոֆոբիայի
բանը վերացվի, որովհետև համակարգային հայատյացության քարոզ է գնում մանկապարտեզից մինչև վեզ, այդ հանրահայտ փաստ է դա եւ դա կառաջարկեի, որ այդ հայտարարության մեջ նույնպես ընդգրկվեր եւ երկար չեմ ուզում զբաղեցնել, շնորհակալ եմ եւ շատ ուրախ եմ այս աշխատանքի համար։ Անչափ շնորհակալ ենք։ Ես կուզենամ, որ հիմա մենք նաեւ մեր ղեկավարների մոտեցումները ունենանք խնդրու հետ կապված, խոսքը փոխանցեմ Արսեն Աբրամյանին, հետո Աշոտ Սարգսյանին։ Այո, ձեզ հարգելի գործընկերներ, հարազատներ։ Ես ինչ կարող եմ ասել Մկրտչյան ջան, շնորհակալ եմ ամենօրյա աշխատանքների համար, կարելի ասել քո հետ երկու օրը մեկ ժամանակ առնում ամեն օր կապնվում ենք, նույն մեր տղաների հետ, ասենք ես միշտ կապի մեջ եմ, կարելի ասել միակ կազմակերպություններից մեկն է, որ միշտ անընդմեջ աշխատում է, լիքը ունենք, մենք իրար հետ շատ ենք զրուցում տարբեր հարցերի շուրջ, հարկ ասում, առայժմ ես գնում աննորմալ, բայց լիքը աշխատանքներ ունենք, շատ աշխատանքներ ունենք միասին, ցանկանում եմ առողջություն եւ չթողենք միշտ առաջ շարժվենք, շտո բոլորիդ բարևներ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, ես խնդրում եմ, որ Մոսկվայում ներկայացնես կամ Ռուսաստանի մեր գործընկերին, որ Գեորգ Գրիգորյանն ինքը արդեն Եվրոպայի ներկայացուցիչն է, որ իրենք տեղեկացված լինեն։ Համեցեք։ Բարևներ բոլորին։ Նախ շնորհակալություն, որ վերջնական կամ որոշում ընդունելու համար որպես սենատի ներկայացուցիչ Երևանում պարտականություն եմ զգում, ասեմ, որ երևի ոնց որ Գեորգ ասեց, թիմային աշխատանք է պետք, մենակ մենք հարցերը լուծել երևի այնպես չենք կարող, այնպես որ դեռ գործունեություն առանձին չեն սկսել, բայց հույս ունեմ, որ որպես ինֆորմացիա ասեմ, որ ես առաջ շուշուտ Կամչատկա է լինում, հիմի լրիվությամբ վերադարձել ու ընդմիշտ բնակվելու եմ Երևանում։ Շնորհավորում եմ բոլորիս գրքի հրատարակմանը երկրորդ դրա մասին խոսվեց չանդրադառնամ, ու այսպես քայլերով հույս ունեմ Արամ Մկրտչյանի ու հիմնական ղեկավարչական օղակի ղեկավարությամբ կարողանանք հայանպաստ քայլեր կատարենք դեպի առաջ ու հասնենք մեր առջև դրված խնդիրներին։ Երևի այսքանով վերջ։ Շնորհակալություն։ Ես հիմա ուզում եմ Վլադիմիրին խոսքը տամ. Владимир, я тебя попрошу, у тебя есть возможность обратиться ко всем, можешь говорить на русском языке. Я специально пригласил, еще раз говорю, мы народ, среди нас живут армяне-христиане, армяне-мусульмане, армяне-атеисты, буддисты. Но у нас есть большая проблема с исламским миром, и нам очень важно, чтобы были среди нас армяне, которые владеют языком ислама. Это очень важно. 4 миллиона армян живут в Турции, они в исламе, и с ними мы должны работать. Вот эта необходимость работать и в России, и в российской среде, имея в виду, что случись вот беда, и она на носу, у нас возникнут очень большие проблемы. Ну, Баров, еще раз с приветствием ко всем. Ну что, я, конечно, признателен Араму, что ты меня пригласил сюда, на это собрание. Я принял по той причине, что считаю необходимость. В силу того, что как бы существует такой стереотип, что если армянин принял ислам, то якобы его уже не интересуют какие-то проблемы своего народа, и он как бы автоматом переходит в позицию противника своего народа. Вот. Я просто вот, раз ты пригласил, я как бы дал согласие именно для того, чтобы донести, что это неправда, что ислам не призывает к такому положению вещей, что ислам не требует от его адепта отрицать его национальную принадлежность и не требует от того, чтобы он как бы шел против своего народа, просто по причине того, что этот народ не является мусульманским. Такого положения в исламе нет. Ислам призывает к справедливости, ислам
был ниспослан для того, чтобы разрешать все проблемы этого мира по справедливости. Это религия именно для этого. Вот. И поэтому справедливость, то, что я мусульманин, я понимаю, наоборот, я еще больше понимаю, что мы не должны быть вот армяне мусульмане, я ко многим обращаюсь, потому что если армяне мусульмане будут служить, потому что многие из них, как бы придерживаясь вот такому стереотипу, что если он мусульманин, то он не должен вмешиваться вообще вот как бы в эти национальные проблемы там и все остальное. Ничего подобного. Как раз-таки именно ислам для этого и был ниспослан, чтобы разрешать все проблемы этого бытия. Все проблемы. По справедливости, по закону Божьему. Вот. Поэтому такое положение, такое отношение или такое видение ислама, это далеко такое, это я считаю неправильный взгляд на ислам. Ну, это, скорее всего, это способствует, это исходит из того, что сами мусульмане ведут себя таким образом. Я понимаю. Это как раз таки так. Вот даже, и между прочим, вот когда я как бы вышел, стал заниматься вот блогерством, у меня вот такие были разговоры сразу, значит, со стороны армян, исламофобов, да, и вот со стороны мусульман. И, в принципе, и те, и другие, они на одной волне. Значит, армяне, исламофобы, они говорят, что он уже никогда не будет за армян, ни в чем, никогда. Правы, не правы, неважно, вообще не будет. Он будет все время за мусульман. И то же самое, между прочим, говорят и мусульмане, в лице азербайджанцев. Когда азербайджанцы узнали, что я мусульман, они мне тоже говорят, как ты, почему ты не за нас, а прыгаешься за армян? Это они же не мусульмане. И вот такой подход меня, конечно, удивил очень. Я не понял, а почему я должен вообще впрягаться за азербайджанцев. Да, если армяне в чем-то неправы, конечно, мы должны говорить, что неправы. Если мусульмане неправы, мы должны говорить, что мусульмане неправы. Это условия нашей религии. В Коране сказано, и будьте справедливы даже против самих себя и своих близких. Это призыв Всевышнего, который требует от нас быть справедливым. И если мусульмане совершил какую-то несправедливость, мы должны обязательно на это указать, и мы должны обязательно это исправить. Тут дело даже не в религии. Справедливость, она не связана с религией. В исламе, я имею в виду, в исламе. Как многие думают, что исламская справедливость, она только в сторону, так сказать, мусульман. Ничего подобного. Такого нет положения. Это вот, да, есть люди, которые зомбированы в таком, как говорится, русле, но это неправильно. Поэтому я хочу сказать, что армянская проблема, тем более я как бы представитель армянского этноса, и мне не запрещено отстаивать интересы своего этноса. Это не запрещено исламом никак. Если их позиция не противоречит исламской морали, этике и всему остальному закону. В принципе, исламская мораль, исламская этика, она недалека от христианской. Там все очень близко. Поэтому в этом плане и то, что касается, в частности, вот этой проблемы геноцида, проблемы Карабахской повестки, я же вижу, что это не религиозная проблема, абсолютно, тем более не религиозная. Это чисто политическая проблема, которая зиждется на национализме. На национализме со стороны, в частности, я сам карабахский, поэтому эта проблема меня тем более касается. Коряне карабахский, да. Отец, мать мой карабахский. Поэтому при чем здесь ислам, когда начинают вот это все переводить стрелки, да? Ничего подобного. Все понятно, ясно.
если проблема зиждется на национализме, и вообще ислам как раз должен разруливать все вот эти национальные проблемы, да любые проблемы. Потому что ислам это не религия какой-то традиции, там, пошел, помолился, пришел, там, это вот эти все обычаи, да, такие. Нет, это как раз ислам, он охватывает всю нашу жизнь, начиная с семьи и кончая политикой. Вот. Поэтому именно ислам, если как мусульманин, я смотрю на все события через призму ислама, и я вижу, что проблемы, все эти проблемы, ислам и был неспослан для того, чтобы решать все проблемы между людьми. Я удивляюсь даже многим мусульманам, которые мыслят по-другому, и тем странам, которые как бы считаются мусульманами, которые отстраняются от всех проблем вот таких подобных по всему миру. Ну, что там говорить, сегодня даже они от своих собственных проблем отстраняются. Ну, в общем, суть вот, что я хотел сказать, чтобы пояснить свое присутствие, я хотел пояснить вот свою позицию, чтобы наши армяне знали. Спасибо, брат. Спасибо. Я специально тебя пригласил. У нас есть тема работы. Есть чем мы дискуссию κάνենք, հետո մենք կզրուցենք, էլի։ У нас есть проблема, и эту проблему мы должны решать. Вот я из-за этого тебя пригласил, чтобы в лицо знали, с кем мы должны работать. И конечно, я, как говорится, готов принять участие во всех этих, как сказать. Спасибо, дорогой. Идем уже по повестке дня. Я сейчас слово передам Карине. Կարինե համեցեք։ Բարև ձեզ ընկերներ, Համահայկական սենատի կողմից ցեղասպանության ընդունումը, ճանաչումը եւ դատապարտումը նշանակում է հատուցում եւ հայրենատիրություն։ Համահայկական սենատ վերնախորհուրդը որպես Հայաստանի Հանրապետության եւ արտերկրի հայության կողմից ընտրված մարմին ճանաչում, ընդունում եւ դատապարտում է Արևմտյան Հայաստանի տարածքում Օսմանյան կայսրության կողմից հայության դեմ կատարված ցեղասպանության փաստը։ Արևմտյան Հայաստանի տարածքում Օսմանյան կայսրության կողմից հատուկ ցեղասպանության ծրագրով ոչնչացվել է ազգ, ցեղ միայն այն պատճառով, որ նրանք ազգությամբ հայ են, քրիստոնյա են, ունեն հնագույն պատմական արժեքներ։ Սա ազգային խտրականության եւ ֆաշիզմի հատուկ դրսեւորում է։ 1.5 միլիոն մարդկանց զոհաբերությունը, տեղահանումը, ինչպես նաեւ մշակույթի ոչնչացումը պահանջում է ճանաչում, դատապարտում եւ հատուցում։ Հատուցումը պետք է լինի ֆինանսական, գույքային, տարածքային, ինչպես հաստատված է Սևրի պայմանագրում, Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով 1919-ից 1920 թվականների ազգերի լիգայի որոշումներում Հայաստանի Հանրապետության կարգավիճակի, իրավասության, նրա պաշտպանության եւ տարածքային հարցերի վերաբերյալ։ Արևմտյան Հայաստանում մարդկային ցեղասպանության զուգահեռ իրականացվեց հայկական մշակույթի, արվեստի, լեզվի, դպրոցների, եկեղեցիների ոչնչացում։ 1915 թվականի հայոց ցեղասպանության ընթացքում հայկական կրթական հաստատությունները ոչնչացվեցին, իսկ ուսուցիչները սպանվեցին կամ բռնագաղթվեցին, գլխատվեցին մտավորականները։ Լեզվական ցեղասպանության ենթարկվեց արևմտահայերեն լեզուն։ Հայկական տեղանունները փոխարինվեցին թուրքական անվանումներով, իսկ հայերենը արգելվեց պետական մակարդակով։ 1920 թվականներին Թուրքիան սկսեց հայկական քաղաքների եւ գյուղերի անվանափոխման գործընթացը, թուրքացնելով հայերեն անունները, ինչը նպատակ ուներ վերացնել հայոց լեզվի հետքերն ու լեզվական մշակույթի ներկայությունը։ 1912 թվականին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքանը հաշվարկել էր, որ Օսմանյան կայսրությունում կար ավելի քան 2300 հայկական եկեղեցի եւ վանք, որոնց մեծ մասը ոչնչացվել է կամ վերածվել է մզկիթների։ Այս գործողությունները միջազգային հանրության կողմից հաճախ որակվում են որպես պաշտամունքային ցեղասպանություն։
1915 թվականի հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Կատարեմ պատմալեզվական կարճ ծանուցում տաջիկ, թուրք, թաթար անունների պատկանելության մասին և այդ անունների քաղաքական նպատակով փոխարինումը թուրք և ադրբեջան անուններով։ Ժամանակակից տաջիկ, թուրք, թաթար, ադրբեջանցի պատմաբանները խեղաթյուրելով պատմությունը փորձում են Արևմտյան Հայաստանի տարածքը, մշակույթը համարել թուրքական, ցեղասպանության հանցագործության հեղինակներին արդարացնել, ցեղասպանության հանցագործությունն ու հանցագործ հեղինակներին փոխանակել։ Քանի որ 1915 թվականի ցեղասպանության հեղինակները այսօրվա թուրք անունով հանդես եկող տաջիկ, ույղուր, օգուզ ժողովուրդներն են, որոնք օգտագործում են թուրք անունը և թուրք անվան միջոցով փորձում են տիրանալ հայոց հազարամյակների պատմությանը, լեզվին ու տարածաշրջանին, միաժամանակ այն դարձնում են զենք և հայ ազգին դուրս են մղում տարածաշրջանից։ Պատմության փաստերը ենթարկում են խեղաթյուրման, հայերին համարելով տարածաշրջանի երկրորներ, չնայած եվրոպական և ասիական գենետիկական բոլոր տվյալներով հայերը տարածաշրջանի հազարամյակների տեղաբնիկներ են։ Ներկայացնեմ թուրք անունը և նրա ծագումը։ Թուրք անունը հայկական բարձրավանդակի տարածաշրջանում առաջացած անուն է, ծագում է հայկյան պատմությունից, տոհմական և նահապետական հայկյան տորք, թուրք, անգեղ, տուրք անգեղ անունից։ Թուրք անվան ծագման վերաբերյալ կան մի քանի տեղեկություններ։ Կա պնդում, որ թուրք անունը կարող է կապված լինել մ.թ.ա. 484-ից 425 թվականների սկյութների թագավոր Թարգիտասի անվան հիշատակման հետ (Հերոդոտոսի պատմություն, 4-րդ հատոր, էջ 22)։ Թուրք անունը կապված է նաև Թորգոմա, Թագարմա, Տուրխունա, Տուրուշկա անունների հետ, սակայն ամերիկացի պատմաբան Պիտեր Գոլդենի կարծիքով բավականին անհավանական է, որ այս անունները կապվեն այսօրվա թուրքերի անվան հետ։ Թուրք անունը այսօրվա թուրքեր անունով էթնիկական կլանի և անվան հետ կապ չունի։ Այդ անունը թուրքերին է տրվել քաղաքական նպատակներով Արևմտյան Հայաստանի տարածաշրջանից։ Թուրքերի իսկական ծննդյան վկայագրի անունը տաջիկ է։ 6-րդ դարի չինական տարեգրությունում առաջին անգամ հիշատակվում է այսօրվա թուրք անունով կլանի իսկական անունը Թուքույե, Թուջուե տաջիկ անուններով։ Ուշադիր լինենք չինական արձանագրության Թուքույե անվան մեջ բացակայում է «ռ» տառը, ոչ թե թուրք, այլ թյուք կամ տաջիկ։ Հայերն ընդունելով Թուջուե տաջիկ ինքնանվանումը, նրանց անվանել են տաջիկ անունով։ Երբ տաջիկներին տվեցին թուրք անունը։ 19-րդ դարի վերջին, երբ Օսմանյան վերնախավը ընդունեց եվրոպական ազգայնականության գաղափարները, թուրք տերմինը անգլիացիների կողմից տրվեց օղուզ ույղուրներին և օղուզ ույղուր տաջկական բոլոր կլանները համարվեցին թուրքեր ու թուրքալեզու կլաններ կամ ժողովուրդներ։ Այս որոշման հետևանքով ույղուր տաջիկները թուրք անվան միջոցով իրենց ծագումը և պատմությունը կապում են նույնիսկ տուրք, թուրք, տորք, անգեղ, հաբետ անունների հետ։ Թուրքիայի սահմանադրության 66-րդ հոդվածը թուրք է սահմանում յուրաքանչյուր անձի, ով թուրքական պետության քաղաքացի է, չնայած թուրք տերմինի իրավական օգտագործումը Թուրքիայի քաղաքացու նկատմամբ տարբերվում է տերմինի էթնիկ սահմանումից։ Անունների նույն խեղաթյուրման ֆալսիֆիկացիայի ծրագիրն իրականացրեցին 1578-ից 1600-ական թվականներին Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարածաշրջանում բնակություն հաստատած քոչվոր տաջիկների հաջորդ կլանը թաթար թուրքերը,
որոնք իրենց անվանեցին հետագայում ադրբեջանցի։ Ըստ ռուսական տարեգրության եւ մարդահամարի 1890-ից 1900-ական թվականների տվյալների ուйղուր թաթարները լեզուն թաթարերեն 19-րդ դարի վերջին տեղավորվելով Ատրպատականի տարածաշրջանում վերցրեցին տարածքի ադրբեջանցի, ադր, ազր, ատրպատական անունները եւ անունների մշակութային, լեզվաբանական ու պատմական ողջ շերտը ժամանակի ընթացքում կամ ոչնչացրեցին, կամ սեփականացրեցին եւ նավթակաշարային խեղաթյուրումը շարունակվում է մինչեւ այսօր անգամ Վատիկանում։ Տաջիկների, ինչպես նաեւ տաջիկ ուйղուր թաթարների հայկական տարածաշրջանից վերցրած եւ թուրքացրած բառապաշարն ու անունները չի կարելի ընկալել որպես տաջիկ ուйղուր թաթարների անուններ։ Այն չի կարելի փոխանցել եւ պատմական կամ մշակութային շարունակականություն դարձնել այսօրվա թուրք եւ ադրբեջանցի անուններ կրող ժողովուրդների համար։ Թուրք, անգեղ, բուն թուրք, ատրպատական, աթուրպատական, ադրբեջան, ազր, ադր անունները եւ այդ անունների հետ կապված բազմաթիվ պատմական ու լեզվական տեղանուններն ունեն կոնկրետ տեղաբնիկ համատեքստ, պատկանում են հայկական տոհմաբանական առասպելական էպիկական ծագմանը, տեղական հայկական տոհմերի պատմության, լեզվամշակութային, պաշտամունքային եւ երկրագործության ժառանգությունն են։ Շնորհակալություն։ Լեոնարդո, դու կարող ես ֆրանսերեն տեքստը կարդալ։ Այո, այո։ Համեցեք կարդացեք։ À sa sainteté, le pape Léon XIV. C'est avec une profonde joie et un grand respect que le Sénat pan-arménien d'Arménie occidentale s'adresse à votre sainteté à l'occasion de votre récente élection au trône de Saint-Pierre. En ce moment historique pour l'Église catholique et pour le monde entier, nous souhaitons exprimer, nous, plus sincères félicitations et nos prières pour votre saint ministère. Votre élection, votre sainteté, représente un nouveau chapitre dans la longue histoire du pontificat, une histoire marquée par la foi, l'espérance et la charité. En ces temps de défis mondiaux, votre leadership sera sans aucun doute une lumière pour les millions de fidèles à travers le monde. Notre nation existe avec ses montagnes et où poussent des oliviers millénaires, ses vallées fertiles et ses villes chargées d'histoire. Une terre qui a vu naître les premières civilisations, une terre où nos ancêtres ont vécu, prié et construit, et que nous continuons d'aimer malgré l'exil forcé des temps de nôtres. Nous croyons que votre sainteté, avec votre sagesse et votre engagement envers la justice, pourrait aider à rétablir cette paix tant espérée, permettant à tous les enfants de cette terre de vivre en harmonie sur le sol de leurs ancêtres. Nous prions pour que votre pontificat soit une source de lumière et de réconciliation pour le monde entier. Que Dieu vous guide dans votre mission de pasteur universel, afin que la paix et la justice triomphent pour tous les peuples. Avec notre plus profond respect et dévotion, le Sénat pan-arménien d'Arménie occidentale. Շնորհակալություն։ Ընդհանուր տեքստը հիմա ես խնդրեմ Կարմենին արդեն թարգմանի։ Շատ բարձր մակարդակով ներկայացված էր նամակը Հռոմի Պապին, նորընտիր Պապին, որում մենք ներկայացնում էինք մեր ուրեմն առաջարկները, մեր դիմումը որպես միջնորդ, որպեսզի կարողանանք մեր իրավունքները վերականգնենք, կարճ ասած։ Իհարկե դա ասված էր ավելի բարձր մակարդակով եւ մանրամասն, մեր իրավունքները վերականգնելու նպատակով միջնորդություն եւ դիմում նորընտիր Հռոմի Պապին։ Շատ գեղեցիկ ասված էր, գրված էր։ Հիմա իհարկե տող եւ տարտար պետքա տեքստը դիմացած լինի, որ թարգմանեմ, բայց ընդհանուր ուրեմն միտքը այսպես էր ձևակերպված եւ շատ բարձր մակարդակի վրա էր։ Շնորհակալություն իհարկե Լեոնարդոին բարձր մակարդակով ներկայացնելու համար նամակը։ Շնորհակալություն Լեոնարդոին այդ կատարած աշխատանքի համար, մենք նամակները կփոխանցենք գնա։ Մենք ունենք ֆինանսատնտեսական հանձնաժողովի ստեղծման առաջարկությունը, որ ես եմ արել, քանի որ պատասխանատուները սկզբունքորեն 4 մարդ է՝ Ռուսաստան, Հայաստան,
Գերմանիայից եւ ավելանում է Գևորգը։ Ես կառաջարկեմ, որ այդ հանձնաժողովը այս նշված մարդկանցով իր աշխատանքը սկսի, մենք մի հատ այսպես մշակենք ընդհանուր կոնցեպտը մյուս գործընկերներից ինչ ենք ակնկալում եւ ըստ այդմ մեր աշխատանքը տանել առաջ։ Ես առանցին նշված մարդկանց համար օրակարգ կփոխանցեմ, որովհետեւ մենք կարողանանք քննարկում ունենանք եւ որոշենք մեր անելիքները։